Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին, ձևավորելով լայն դաշինք։ Սերժ Սարգսյանի հետ առճակատումից 2 տարի անց այսօր հանդես գալով հեռուստաուղերձով Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին առաջնորդը վերջապես հրապարակեց որոշումը, վերադառնում է քաղաքականություն։ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար։ Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերները, ինչպես նաեւ իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը եւ մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին, ձևավորելով լայն դաշինք։ Միաժամանակ սակայն Ծառուկյանը չհստակեցրեց մասնավորապես ինչ ուժերի, ում հետ է մտադիր դաշինք կազմել, կամ արդյոք ինքը նորից գլխավորելու է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի եւ գործիչների առջև, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով։ Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը մեր երկրի զարգացման եւ հզորացման համար։ Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու։ Կյանքից այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրել եմ մինչև վերջ հանուն Հայաստանի, հանուն հայ ժողովրդի։ 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանի իր հասցեին վիրավորանքներով ելույթից հետո Ծառուկյանն ասել էր. «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ Չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»։ Այսօրվա ելույթում մեծահարուստ գործարարը քննադատում է երկրում ստեղծված վիճակը, բայց առանց մեղավորների մատնանշելու։ Ես ձեզ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է։ Ցավոք ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ եւ հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն եւ ապագայի նկատմամբ անվստահություն։ Գագիկ Ծառուկյանն ասում է, չի կարող անտարբեր լինել իր ժողովրդի ճակատագրի հանդեպ, հատկապես որ ամեն օր հազարավոր մարդիկ են իրեն դիմում հորդորելով վերադառնալ քաղաքականություն։ Բարգավաճ Հայաստանից ու քաղաքական այլ ուժերից էլ Գագիկ Ծառուկյանին ասել են, թե իր վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը։ Ծառուկյան! Դու գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության։ Մշտապես ասել եմ եւ շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որևէ պաշտոն, հանուն փառքի եւ սեփական ամբիցիաների։ 2 տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռաֆի Հովհաննիսյանի հետ դաշինք կազմած Ծառուկյանը կոչ էր անում հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը։ Հիմա իշխանափոխությունից չի խոսում, այն ժամանակ ասում է, ժողովուրդն իրեն հասկացավ։ Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում, խուսափելով արնայողությունից եւ անդառնալի կորուստներից։ Հարվածի տակ չդրեցինք Հայաստանի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունը։ Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ եւ գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել։ Քաղաքական որոշ առաջնորդների եւ գործիչների այդ օրերին դրսեւորած վարքագծի գնահատականը թողում եմ հանրության եւ Աստծո դատին։ ԲՀԿ-ականներն առայժմ չեն մեկնաբանում Ծառուկյանի ելույթը, փակագծեր չեն բացում, ինչ դաշինքի մասին է խոսքը, մանրամասների համար հորդորելով սպասել եւս մի քանի օր։ Իշխող Հանրապետականը, որ Սերժ Սարգսյանի շուրթերով չարիք եւ կեղծ քաղաքական երևույթ էր որակել Ծառուկյանին, հիմա խնդիր չի տեսնում, որ նա ընտրապայքար մտնի։ Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, Ծառուկյանի որոշելիքն է, ամեն ինչ հոսում, փոփոխվում է։ Հանրապետականի որոշումով չի դուրս եկել, ինքը դուրս է եկել սեփական որոշումով։ Միգուցե լսելով տարբեր կարծիքներ եւ հորդորներ, բայց դա եղել է իր որոշումը։ Հիմա իր վերադարձն իր որոշելիքն է։ Անկախ Ծառուկյանի, Օհանյանի, Օսկանյանի, Փաշինյանի եւ այլ քաղաքական դերակատարների ծրագրերից մենք ունենք մեր ծրագիրը եւ մենք գնալու ենք այդ ծրագրերով։ Մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք բոլոր քաղաքական ուժերի հետ եւ նաեւ ակնկալում ենք ժողովրդի վստահությունը ավելի երկրին։ Երբեմնի քաղաքական հակառակորդի այսօր հնչեցրած քննադատությանը Շարմազանովը ծանոթ էր, հակադարձեց, թե երկրում ստեղծված վիճակին Հանրապետական կուսակցությունն ինքն է գնահատականներ տվել, Ծառուկյանը կխոսեր, թե ոչ։ Ես ավելի շատ խնդիրներ եմ ընդունում եւ բացի ընդունելուց նաեւ լուծումներ առաջարկում։ Անկախ ամեն ինչից, անկախ բոլոր քաղաքական հայտերից, Հայաստանի քաղաքական դաշտի ամենամրցունակ քաղաքական ուժը համարում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ Կլինի իրականություն թե չէ, կերևա ապրիլի 2-ին։